2015 թվական հուլիսի 6 ուսանող Արման Գյուրեղյանը զորակոչվեց բանակ։ Մայրը միակ որդու համար շատ էր անհանգստանում, հաճախ նաև բոլորից թաքուն։ Ներկուստ վստահ էր 8 տարեկանից թեքվանդոյով զբաղվող ուժեղ որդուն բանակը միայն օգնելու է, ավելի կայուն եւ ուժեղ դարձնելու։ Եկավ ասեց Ղարաբաղ, ես այնց էի լացում։ Ահավոր վիճակ էր ինձ մոտ։ Երևի 2 օր ճնշումը շատ բարձր էր, որտեղ շատ էին նեղվում։ Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցում Արմանին շատ լավ են հիշում, համեստ ու չափազանց աշխատասեր։ Այսպես է Արմանին բնութագրում նրա դասվարը։ Արմանը միշտ աչքի է ընկել օրինակելի վարքով, ասում է ընկերն Ալբանդյանը։ Իր այս վարքով բարձր պահեց մեր եւ դպրոցի պատիվը եւ բարձր կպահի մեր հայրենիքի պատիվը։ Սոնա Դանիելյանն Արմանի դասղեկն է եղել 5 տարի։ Ասում է կան հատկանիշներ, որ դեռ փոքր տարիքից Արմանի մոտ գերիշխող են, մտաբերում է մի դրվագ։ Մի քանի ընկերներով իրենք դասից բացակայել էին, ուշացել էին եւ ինքը գիտեր բոլորի անունները, ովքեր թերացել էին, չէին ներկայացել, բայց իմանալով հանդերձ ինքը պատիժ կրեց իհարկե, բայց նրանց չասեց թե ովքեր են եղել։ Այսօր Տիկին Հասմիկը հետադարձ հայացք գցելով այդ օրերին ժպիտով է հիշում ամեն ինչ։ Հայացք, որի միջոցով Արմանի մայրը մեզ է պատմում որդու առաջին ձեռքբերումների դպրոցական տարիների ու զինվորի մայր լինելու մասին։ Զինվորով այսօր շարունակում է ծառայությունը Ղարաբաղի զորամասերից մեկում։ Արմանը դպրոցական տարիներից սկսել է թեքվանդոյով զբաղվել, հետո արդեն ռազմական թեքվանդոյով։ Հենց այս մարզաձևն էլ որոշիչ եղավ։ Բանակում տեսնելով նրա ունակությունները որոշեցին, նա ծառայելու է հետախուզությունում։ Ամեն օր գնում էի եկեղեցի մոմ եւ առու, որ բոլոր զինվորներին Աստված իրանց պահապան լինի, ոչ մի մայրերի ծնողների աչքից արցունք չգա։ Ապրիլյան քարորյա պատերազմը Արմանի մայրը երբեք չի մոռանա։ 9 ամիս անց վերհիշելով ամեն ինչ, միևնույն է չի կարողանում զսպել արցունքները։ Առաջին օրվանից որդուց լուր չի ունեցել։ Քարորյա պատերազմում բոլորը զանգում են, ես իրանից լուր չէի ունենում։ Արմանը զանգել է միայն ապրիլի 8-ին, 2 նախադասություն, ոչ ավելի։ Ասեց մամ ջան, ես շատ լավ եմ, մի մտածի իմ մասին։ Հենց ապրիլից հետո Արմանին պարգևատրեցին Գարեգին նժդեհ մեդալով։ Այս մեդալով պարգևատրվում են սպաներ, ենթասպաներ, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, մարզական բազմաթիվ մեդալներին եւ պատվոգրերին լրացնելու եկան ծառայության ընթացքում ստացած շնորհակալագրերն ու մեդալը։ Մի մեծահոգի տղա է։ Շատ լավն է, ես ախրետ իմ տղեն է, ոնց կարամ ես։ Զինվորի մայր լինելու հպարտությունը դարձել է Տիկին Հասմիկի անբաժանելի մասը։ Ամեն առավոտ կարդում է օրացույցի վրա գրված տողերը, լցվում էներգիայով։ Շպիտ, որը հայտնվում է Արմանի անունը լսելուն պես։ Եվս 5 ամիս եւ զինծառայող Արման Գյուրեղյանը կավարտի ծառայությունը կվերադառնա տուն։ Իր հետ Գյուրեղյանների տուն բերելով ուրախության ու հպարտության մեծ չափաբաժին։ Հայրենիքի զինվոր եմ ես, նվիրալու քաչ Եվ կանգնած եմ լեռնից։ Տունե Գրիգորյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։